Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտերի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց, որոնք ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջինը վերաբերում էր մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։ Հայաստանն այն դեռևս 2014 թվականին էր ստորագրել։ Նախարարի խոսքով 2026 թվականի փետրվարի վերջին այդ կոնվենցիան ստորագրել են 44 պետություն։ Անդրեասյանի ներկայացմամբ կոնվենցիայի վավերացումը մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում։ Կարգավորումներ են նախատեսվում խրախուսելու մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին, մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար։ Անդրեասյանի խոսքով կոնվենցիայով հստակեցվում են, թե ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է արգելվի։ Քանի որ մեքենայությունները ըստ էության խաթարում են արդար սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան շատ կարևոր դեր ունի նաև ամրապնդելու ազնիվ եւ արդար սպորտի եւ մրցակցության կանոնները եւ նաև խթանում է համագործակցությունը տարբեր երկրների, պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջև համատեղ պայքարի արդյունավետության համար։ Պետք է ասեմ, որ կոնվենցիայով հատուկ կարևորություն է տրվում կրթական ծրագրերին եւ հանրության իրազեկմանը, որպեսզի սպորտում չարաշահումները կանխարգելվեն եւ դա նաեւ կարող է ծառայել խթան, ինչպես նշեցի, համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար պետության մակարդակում ոլորտը կարգավորելու նպատակով։ Հանձնաժողովի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում է նախադպրոցական կրթության մասին, հանրակրթության մասին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։ Ըստ զեկուցողի խոսքն այս դեպքում վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին։ Առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է։ Ըստ նախարարի, քանի որ նախադպրոցական հանրակրթության եւ մասնագիտության կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագրեր են պահանջվում, ապա այս փոփոխությունները հնարավորություն կտան վարելու միասնական քաղաքականություն եւ հետագայում միմյանց մոտեցնելու հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը։ Հաջորդ հարցը վերաբերում է նախադպրոցական կրթության մասին օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարեքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան։ Անդրեասյանը նշեց, որ առաջարկվում է 2 տարեքային շեմ սահմանել՝ 4-ից 6 եւ 3-ից 6։ Վերջինը այն դեպքում, երբ բնակավայրում կա 1 նախադպրոցական ծառայություն։ Սա հնարավորություն կտա, որ էլի երեխաները ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել, պատրաստվել դպրոցին, սոցիալականացվել եւ սա վստահաբար նրանց հետագա դպրոցական արդյունքի վրա կունենա շատ էական ազդեցություն։ Քննարկվող եւ զեկուցվող երկու նախագծերն էլ հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացան եւ ընդգրկվեցին ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Իսկ ահա երրորդ հարցը, որը վերաբերում էր տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին, նախագծի հեղինակների առաջարկով այն հետաձգվեց 2 ամիս ժամկետով։